ասուլիսը լսելուց հետո ես հարց ունեմ, էլի տեղյակ են այդ մարդիկ, որ Բաքվում գերիներ ունենք մենք։ Գիտեն, որ տենց բան կա։ Նախ մենք նույնիսկ այսպեսի առաջարկ ենք արել, որ քանի որ մենք ինքնաթիռով ենք, եւ ինքնաթիռով ենք վերադառնում, եթե հնարավորություն կա մենք այդ մարդիկ վերադառնան գերիներից։ Հայկական շահը այս իրավիճակում Բաքու մեկնողներից պահանջում է խոսել հայ ռազմագերիների արկայությունից եւ իրավիճակից։ Տիկին Մարտան, դուք ոնց որ իրոք չեք նայել այդ ասուլիսը, կամ էլ նայել եք այդ մասը ձայնը ինչ որ խնդիր է տվել, ասեմ ինչու էլի, դուք կշարունակեք, որովհետեւ երբ որ այս մարդկանց հարց է տրվում գերիների մասին, պարոն Ավասարյանը ասում էր, որ մեր օրակարգում չի եղել նրանց տեսակցել, բայց կա բայցը, հա, որ օրինակ մենք Հիկմետ Հաջիևին, իսկ նա Ալիևի անվտանգության հարցերով խորհրդականն է, ասել են, որ Հայաստանյան Հանրություն բավականին զգայուն է գերիների հարցի վերաբերյալ եւ որոշակի դրական, այսպես ասենք, չգիտեմ, ենթադրություն ունեն, որ կարող է ինչ որ լուծում լինել։ Ամեն դեպքում այս հարցը նրանք արծարծել են, կամ որ ադրբեջանական սադրիչ խոսույթներ կան, ասենք Գյոկչա եւ այլն, որ մեր հանրությանը նյարդայնացում են։ Այս մարդիկ ասեցին, բարձրացրել ենք այդ հարցերը։ Դե ֆիդայի չեն, որ գնային Բաքվում հայ ազատագրական պայքար։ Խոսքը գնացել է եւ գերիների վերաբերյալ, եւ նարատիվներում իրենց կողմից օգտագործվող մեր համար անընդունելի բառապաշարի վերաբերյալ, եւ Հայաստանի տարածքներից ուրեմն իրենց կողմից գրաված օկուպացված տարածքների ճակատագրի վերաբերյալ։ Այսինքն բոլոր հարցերը, որոնք որ մենք այստեղ Հայաստանում խոսում ենք, քննարկում ենք եւ մեզ ուզում են։ Այսինքն բաց էին պատրաստ էին լսել, պատրաստ էին լսել եւ պատրաստ էին պատասխանել մեր հարցերին։